Պարոն Կարապետյան, մենք նկատեցինք, որ այս պատարագին ևս նստած էի գետնաբեմ տանող աստիճանների վրա, նախորդ կիրակի ևս երբ Նիկոլ Փաշինյանն էր այստեղ պատարագի մասնակցում, ՀՊԱ-ական պատգամավորները քննադատեցին ձեզ, նշելով, որ չստացված շոու արեցիք, ինչպես կարձագանքեք։ Ինչը, որ մասը։ Որ եկել էիք նախորդ կիրակի պատարագին էիք մասնակցում, գետնաբեմ տանող աստիճաններին էիք նստել, ըստ էության նաև հավատավոր ժողովրդի մոտ չէիք կանգնած։ Բայց միշտ ամեն կիրակի ես գետնաբեմում եմ նստում, գետնաբեմում չէ, աստիճանների վրա եմ նստում, որ լավ երևա, այս վերջի 10 տարվա ընթացքում ինչ-որ բան պետք է ասեմ, դա են ասել, բայց ես ուրիշ բան կուզեի ասել, մարդկանց էմոցիաները դուք տեսաք, մի տեսակ շատ ոգևորիչ է, որ էլի համերաշխություն իջավ ժողովրդի վրա, համերաշխ մարդիկ եկան, պատարագին մասնակցեցին իրար հետ, առանց որևէ հակադրությունների, առանց պառակտման ու վեհապարի անունը տրվեց, ոնց որ միշտ մարդիկ իրենց համար ստացան ոգևոր սնունդ։ Պառակտումը մարդիկ կան Հայաստանում, որ ամենտեղ գնալով պառակտում են մտցնում։ Անկախ հայացքներից այստեղ մարդիկ կարող է լինեն տարբեր հայացքներ ունենան, եկան իրենց համար հոգևոր սնունդը ստացան եւ գնում են իրենց գործերով։ Ինչու է պետք ամեն տեղ հակադրություններ ստեղծել, ես չեմ հասկանում։